Տիկին Գալստյան, ես ձեզ հարգանքով եմ մոտենում եւ պետք է մի նկատողություն անեմ այնուամենայնիվ, երբ որ դուք հայ կնոջը, որը որ 4 երեխա ունի, անվանում եք զուգընկերուհի եւ փորձում եք նման ձևով ձեր տեքստը սկսել, նախ պետք է ասեմ, որ ես բոլորի զուգընկերուհիների եւ զուգընկերների մասին շատ լավ գիտեմ ու մենք որևիցե մեկս նման դաշտ մտնելու իրավունք չունենք եւ Հայաստանի Հանրապետությունում 100,000 ներով մարդիկ կան, որոնք իրանց ամուսինները չեն զաքսավորվել տարբեր պատճառներով։ Դուք այդ բոլոր մարդկանց նվազեցնում եք։ Դրանից հետո ձեր 9 րոպեանոց ելույթը 0 արժեք է ունենում։ Երբ որ դուք ձեր խոսքը սկսում եք վիրավորանքով։ Մի արեք տենց բան, մի վիրավորեք որևիցե մեկին։ Դուք դրա համար դա օրինակը բերեցիք, հա, օրենքից զուտ տենց ուզում եք բան անել։ Լավ էլի տիկին Գալստյան։ Լավ։ Իսկ ոչ եւ վերջում մի հատ էլ մի բան ասեմ, որին չեմ կարա չարձագանքեմ, այդ վիզ կտրելու օրինակը, որ բերում եք, դուք դալիճում եք, վարչապետ ասում է, ստեղս եք հասել, ասում էր վիզը կտրելու։ Գիտեք ինչ, ամեն մարդ իրականությունը իր ենթագիտակցությամբ է անցալում։ Այո, այստեղներս են հասցրել շատ գործիչներ եւ շատ քաղաքական միավորներ։ Ես կընտրեմ, հա, դա անեմ թե չանեմ։ Ես ձեզ հարգալի, ես կարող եի ձեզ ընդհատել, չարեցի դա, ուղղակի զգուշացնում եմ, որ հետագայում ձեր գործընկերները, որոնք ելույթ են ունենում, մնան կոռեկտության սահմանի մեջ։ Ընդհանրապես զգուշացումս այդ նպատակը ուներ։ Արեք դա արդեն այլ բան է, գնացեք ոդքասթ։ Դուք ձեր ընտրությունը, Հայաստանը ազատ երկիր է, ի հեճուկս ձեր ասածների։